Ողջույն։ Անցած անգամ մենք կանգ առանք Սինգապուրի, իսկ ավելի ճիշտ Լի Քուան Յուի տապալման վրա։ Հիշեցնեմ, որ իր պահվածքով նա հասավ նրան, որ փոքր, անկենսունակ Սինգապուրը դուրս հրավիրեցին Մալայզիայի կազմից։ Միգուցե նման իրավիճակում ինչ որ այլ քաղաքական գործիչ ուղղակի փախչեր, օրինակ Անգլիա, եւ Լի Քուան Յուն նման հնարավորություն ուներ, բայց նա որոշեց մնալ, թևերը քշտեց եւ սկսեց պայքարել։ Առաջին հերթին նա պայմանավորվեց Մալայզիայի հետ ջրի մատակարարման շուրջ։ Հիշեցնեմ, որ Սինգապուրը չուներ նույնիսկ քաղցրահամ ջրի աղբյուրներ։ Այնուհետև սկսում է բանակի բարեփոխումը, որպես խորհրդատու հրավիրելով Իսրայելի բանակի սպայերի։ Ասում են, Լի Քուան Յուն համարյա ծնկաչոք աղաչում էր բրիտանական զորքերին հնարավորինս երկար մնալ երկրում, քանի որ միջև նորմալ բանակի եւ ոստիկանության ստեղծումը հենց բրիտանացիներն էին նրա իշխանության եւ երկրում կարգուկանոնի երաշխավորը։ Բացի այդ, բրիտանացիներից կար նաեւ ռեալ դրամական օգուտ, քանի որ նրանք վճարում էին իրենց ռազմաբազաների տեղավորման համար։ Այս ամենին զուգահեռ Լին նաեւ սահմանափակեց քաղաքացիների որոշ ազատություններ, մեծացնելով պետության վերահսկողությունը եւ նույնիսկ տարիներ անց 70-ականների սկզբին, երբ ճգնաժամը արդեն անցել էր, Լի Քուան Յուն անկեղծորեն կարծում էր, որ ցանկացած այլախոհություն վտանգավոր է։ Սակայն նա հասկանում էր նաև, որ ոչ մի ճնշումներ չեն օգնի, եթե պետությունը չբարելավի բնակչության կյանքը, եւ Լին սկսում է իր պատմական բարեփոխումները։ Բայց նախքան բարեփոխումները քննարկելը եւ բարեփոխումներից խոսելը, պետք է ասել մի պարզ բան։ Չնայած այն հանգամանքին, որ Սինգապուրը չուներ բնական ռեսուրսներ եւ կար մեծ գործազրկություն, Սինգապուրում միևնույն է, կար մեկ այլ շատ կարևոր ռեսուրս՝ նրա բնակչությունը։ Լի Քուան Յուի բոլոր բարեփոխումները անիմաստ եւ տապալված կլինեին, եթե չլիներ Սինգապուրի հասարակությունը։ Լի Քուան Յուն կառավարում էր մի ժողովուրդ, որը գնահատում էր աշխատանքը, ձգտում էր գիտելիքի եւ ակտիվորեն զբաղվում էր առևտրով։ Շատերը ծագում են վաճառականների եւ արհեստավորների ընտանիքից։ Ամբողջ երկիրը հսկայական նավահանգիստ էր եւ շուկա։ Մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչպես է աշխատում առևտուրը եւ գիտակցում, որ ամեն ինչի հիմքում ընկած է մասնավոր սեփականությունը։ Ավելին, այդ հասարակությունը չուներ ժողովրդավարության երկար փորձ եւ ընդամենը մի քանի տարի առաջ նրանց վրա հարձակվել եւ օկուպացրել էին ճապոնացիները։ Պարզ էր, որ այդպիսի հասարակությունը կարգ ու կանոնը վեր է դասելու ազատությունից։ Այդ իսկ պատճառով, երբ Լին սկսեց տնտեսությունը զարգացնել շուկայական սկզբունքներով, հասարակ մարդիկ հասկացան այդ բարեփոխումները, ընկալեցին, ընդունեցին եւ աջակցեցին դրանց։ Իսկ թե ինչ կոնկրետ արեց Լի Քուան Յուն։ Ինչպես արդեն ասացի, Սինգապուրը չուներ իր սեփական ռեսուրսները։ Երկիրը սկսում է ներմուծել, հումք վերամշակել եւ արտահանել այն։ Գոյանում էր լուրջ շահույթ։ Լի Քուան Յուն որոշեց կղզու հյուսիս-արևմուտքում ստեղծել Ջուրոնգ արդյունաբերական շրջանը եւ կառուցել այնտեղ գործարաններ։ Այսօր այդ գաղափարը չի թվում նորարարական, գործարաններ են կառուցվել եւ ինչ, բայց այն ժամանակ գործարաններ կառուցելը իրականում բավական մեծ ռիսկ էր։ Տեղացիները կարծում են, որ շինարարությունը խելամիտ չէ։ Ենթադրենք, ասում էին նրանք, գործարանները կառուցվեցին։ Իսկ ինչ են արտադրելու այդ գործարանները, որտեղ են մեր ներդրողները եւ գործընկերները։ Լին իհարկե խնդիրը լավ էր հասկանում եւ յուրաքանչյուր գործընկերոջ եւ ներդրողի համար նա պայքարել է մինչեւ վերջ։ Սինգապուրը ստեղծել էր թերևս ամենաբարենպաստ ներդրումային միջավայրը տարածաշրջանում։ Յուրաքանչյուր ընկերության համար նշանակում էր առանձին պաշտոնյա, ով օրվա եւ գիշերվա ցանկացած ժամի լուծում էր բոլոր հարցերը։ Պետք է գրանցում, խնդրեմ, նվազագույն պահանջներով եւ նվազագույն թղթաբանությամբ։ Դրան գումարվում էին նաեւ ցածր հարկերը եւ ինչը շատ կարեւոր է, գրեթե անվճար, հնազանդ եւ շատ արդյունավետ աշխատաուժ։ Քչերը գիտեն, բայց Լի Քուան Յուի դարաշրջանում սինգապուրցիները աշխատում էին ոչ թե 5-2, այլ 5.5, 1.5 գրաֆիկով։ Այսինքն մարդիկ աշխատում էին 5.5 օր եւ ընդամենը 1 լիարժեք հանգստյան օր ունեին։ Այս աշխատաձևը վերացվեց միայն 2000-ականների սկզբին։ Լի Քուան Յուն ավտորիտար, կոշտ, բայց դրա հետ մեկտեղ չափազանց արդյունավետ կառավարիչ էր։ Նրա օրոք սկսեց աշխատել պետական ապարատը։ Սակայն այստեղ արժի նաև նշել, որ պետք է հաշվի առնել Սինգապուրի փոքր չափը։
Փոքր երկրները շատ ավելի հեշտ են կառավարվում, քան մեծերը։ Լի Կուան Յուն պատերազմ էր հայտարարել կաշառակերությանը։ Երբ իշխանության գաք, ասում էր նա, ձեր 3 ընկերներին բանտ նստացրեք, դուք հստակ գիտեք, թե ինչի համար, եւ նրանք գիտեն։ Նա իսկապես ասել է այս հանրահայտ ֆրազը, բայց ավելի շատ պաթոսը բարձրացնելու համար։ Այնուամենայնիվ Լին պայքարել է կոռուպցիայի դեմ։ Նա սկսեց օրենքների պարզեցումից, որպեսզի վերանան բոլոր երկիմաստությունները։ Շատ օրենքներ պարունակում են սողանցքներ եւ վիճելի իրավիճակներում հաղթում էր ոչ թե նա, ով ճիշտ էր, այլ նա, ով ավելի մեծ կաշառք կառաջարկեր դատավորին։ Բարեփոխումների շարքում շատ կարևոր էր ոստիկանության աշխատանքի բարելավումը։ Սինգապուրի ողջ ոստիկանական ուժը ցրվեց եւ վերակազմավորվեց։ Առաջ ոստիկանություն ծառայում են սովորաբար գյուղաբնակ մալայացիները, եւ դա նրանց համար պատվաբեր աշխատանք էր։ Իսկ կրթված քաղաքաբնակ չինացիները ընդհակառակը չէին սիրում զինվորական եւ անվտանգության ծառայությունը։ Լի Կուան Յուն բարձրացրեց ոստիկանների աշխատավարձը եւ կարողացավ համակարգ ներգրավել նաեւ կրթված չինացիների։ Բայց նա բարձրացրեց ոչ միայն ոստիկանների, այլև բազմաթիվ այլ պետական ծառայողների, այդ թվում նաև դատավորների աշխատավարձը։ Լիի խոսքով կոռուպցիայի հիմնական պատճառը փտած դատական համակարգն էր, որտեղ դատավորները ողորմելի աշխատավարձ էին ստանում եւ գոյատևելու համար պաշտոնյաները ստիպված էին կաշառք վերցնել։ Այսօր Սինգապուրում սովորական դատավորի միջին աշխատավարձը կազմում է ամսական ավելի քան $150,000։ 1985 թվականին Լի Կուան Յուին քննադատության ենթարկեցին ամսական համարյա $30,000 աշխատավարձի համար։ Պետք է նշել, որ 1985-ին $30,000 այսօր մոտ $70-ից $80,000 է համարժեք։ Լի Կուան Յուն պատասխանեց. Ես սիրում եմ լավ ապրել եւ նախընտրելի է գումարը ստանամ պաշտոնապես, այլ ոչ թե այլ ճանապարհով։ Կոռուպցիայի դեմ պայքարում Լին ակտիվորեն օգտագործում էր կոռուպցիայի հետաքննության բյուրոն։ Այն ստեղծվել էր դեռ 1952 թվականին, սակայն Լի Կուան Յուն այն փոխել եւ վերածել էր անձնական գործիքի, որով պատժում էր կոռումպացված պաշտոնյաներին։ Բյուրոն ենթարկվում էր միայն վարչապետին։ Կոռուպցիայից բողոքող մարդը կարող էր միանգամայն վստահ լինել, որ իրեն ոչինչ չի սպառնա։ Պետք է ասել, որ բացի տնտեսական բարեփոխումներից Լի Կուան Յուն անում էր մի շարք այլ բարեփոխումներ, որոնք տնտեսության հետ կապ չունեին, բայց իրականում Սինգապուրի համար իմ կարծիքով միգուցե ել ավելի կարևոր էին։ Որոշ իմաստով Լի Կուան Յուն ստեղծեց նոր հասարակություն։ Առաջերտին նա անգլերենը դարձրեց պարտադիր լեզու եւ այդ որոշումն ուներ իր տրամաբանությունը։ Մալայացու, հնդիկի եւ չինացու համար անգլերենը հավասարապես օտար էր եւ դա հիանալի հիմք ստեղծեց քաղաքացիական միավորման համար։ Մարդկանց միավորելու ուղղությամբ հաջորդ քայլը Լի Կուան Յուի որոշումն էր Սինգապուրի յուրաքանչյուր բնակելի շենքում սահմանել բնակիչների հավասար էթնիկ կազմ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մի շենքում ապրեն միայն չինացիները, իսկ մյուսում միայն մալայացիները, ասում էր նա։ Ձուլումը իհարկե բավականին պարտադրված էր, բայց արդյունավետ։ Էթնիկ կլանները վերացան։ Լի Կուան Յուն լուրջ ուշադրություն էր դարձնում կրթությանը։ Սինգապուրի կառավարությունը սկսեց ակտիվորեն ներդրումներ կատարել կրթության ոլորտում։ Ամենախելացի դպրոցականները ու ուսանողները սկսեցին կրթաթոշակ ստանալ արտերկրում ուսանելու համար։ Եվ ինչպես ժամանակին Լի Կուան Յուն, այնպես էլ երկրի երիտասարդությունը սովորելու էր մեկնում հիմնականում Բրիտանիա կամ ԱՄՆ։ Եվ հետո, ինչը կարևոր է, վերադառնում հայրենիք եւ օգնում զարգացնել երկիրը։ Բայց Լի Կուան Յուն այստեղ կարծես թե մի փոքր, եթե ոչ շատ հեռուն գնաց։ Նրան քիչ էր պարզապես ազդեցություն ունենալ երեխաների կրթության վրա։ Նա ցանկանում էր նաև ազդել երկրում ծնվող երեխաների որակի վրա։ Սինգապուրում ստեղծվել էին հատուկ մարմիններ, որոնք զբաղվում էին ինտելեկտի եւ կրթության նույն մակարդակ ունեցող մարդկանց միջև զույգերի ձևավորմամբ։ Եվ եթե կրթված տղամարդը ամուսնանում էր բարձրագույն կրթություն ունեցող կնոջ հետ, ապա պետությունը կարող էր նրանց ֆինանսապես օգնել։ Օրինակ, տրամադրել ցածր տոկոսադրույքով հիփոթեք։ Եթե բարձրագույն կրթություն ունեցող կինը ունենում էր 3-ից ավել երեխա, ապա նա նույնպես պետությունից ստանում էր զգալի բոնուս։ Իսկ ինչ էր այդ դեպքում տեղի ունենում ոչ կրթված քաղաքացիների հետ։ Եթե թերուս կինը ունենում էր երկրորդ երեխա, ապա այդ երկրորդ երեխայի համար նա պետք է վճարեր տուգանք։
իսկ եթե բարձրագույն կրթություն չունեցող կինը գնում էր եւ ինքնակամ ստերիլիզացվում էր, պետությունը նրան նվիրում էր բնակարան։ Եվ այս ամենը տեղի էր ունենում 20-րդ դարի երկրորդ կեսերին եւ մի ամբողջ պետության մասշտաբով։ Լի Քուան Յուն համոզված էր, որ մտավոր կարողությունների 80%-ը փոխանցվում է գենետիկորեն եւ հենվելով իր այդ համոզմունքի վրա նա փաստացի փորձում էր նոր ազգ ձևավորել։ Նրան մեղադրում էին քաղաքացիների անձնական կյանք միջամտելու մեջ եւ նա խոստովանեց, որ այո, դա այդպես է, բայց հակառակ դեպքում երկիրը չէր հասնի նրան, ինչին հասել է այսօր։ Լի Քուան Յուն ինքնակամ հրաժարական տվեց կառավարության ղեկավարի պաշտոնից, բայց ամբողջությամբ չհեռացավ իշխանությունից։ Նա ստանձնեց գլխավոր խորհրդականի հատուկ պաշտոնը, իսկ ավելի ուշ դարձավ ավագ նախարար։ Նա վախճանվեց 92 տարեկան հասակում իր տանը։ Իրեն իհարկե մեծ շուքով հուղարկավորեցին։ Նրա մահից հետո նրա ավագ որդին դարձավ Սինգապուրի վարչապետ, բայց շուտով կրտսեր որդին մեղադրեց իր ավագ եղբորը հոր անձի պաշտամունքը ստեղծելու եւ իշխանությունը յուրացնելու փորձի մեջ։ Երկու եղբայրների վեճը ավարտվեց նրանով, որ կրտսեր եղբայրը իր ընտանիքի հետ լքեց Սինգապուրը։ Լի Քուան Յուի ավագ որդին որոշ իմաստով իսկապես փորձեց զավթել իշխանությունը։ Իրենից հետո Սինգապուրի վարչապետ դարձավ իր որդին՝ Լի Քուան Յուի թոռը, բայց դա երկար չտևեց եւ այսօր Սինգապուրի վարչապետը ոչ մի կապ չունի Լի Քուան Յուի ընտանիքի հետ եւ դա կարծում եմ Լի Քուան Յուին դուր կգար։ Բաժանորդագրվեք եւ սիրեք պատմությունը։